Եկեք բարձր, շատ բարձր ծափահարենք Հիսուսին։ Բարեկամներ, սա մեր երրորդ ծառայությունն է։ Տերը մեզ շատ է օրհնել։ Մեր նախորդ ծառայությունը մեծապես օրհնվել էր։ Շատ մարդիկ բժշկություն էին գտել եկեղեցում եւ այս ծառայության ժամանակ նույնպես, ինչու ոչ, թող Տերը շարունակի օրհնել մեզ եւ վստահ եմ, որ կօրհնի։ Նախորդ ծառայությունների ժամանակ ես անդրադարձա այս հարցին եւ հիմա նորից ուզում եմ խոսել այն մասին, որ կան մարդիկ, ովքեր թվում է երբեք չեն ազատվում իրենց պարտքերից, կամ կասկածներից, կամ փորձություններից։ Եկեք հասկանանք ինչու է այդպես։ Միթե Աստծո խոսքը փոխվել է եւ այլևս չի գործում նրանց կյանքում։ Հաճախ երբ մարդը դադարում է աճել Տիրոջ շնորհի մեջ, հոգևոր կյանքի մեջ, նրա կյանքում դադարում են նաև օրհնությունները։ Հաճախ դա նշանն է այն բանի, որ Աստված կամենում է մարդուն ավելի շատ օրհնել։ Եկեք միասին հիմա բացենք Սաղմոս 89։ Այն գրվել է Եմաթի կողմից, ով Ղևտացի էր։ Նա եւ նրա տունը գեղեցիկ երկրպագություն էին բարձրացնում Դավիթ թագավորի օրերին։ Այս մարդը ճանաչում էր Դավթին։ Նա Դավիթից շատ բաներ էր տեսել եւ սովորել։ Եվ ահա թե նա ինչ է գրում Սաղմոս 89-ում, որը 52 խոսք ունի։ Ես այս շաբաթ արդեն խոսել եմ այս Սաղմոսի որոշ հատվածների մասին։ Այսպիսով, հիմա կկարդամ 34-րդ խոսքից։ Նորից հիշեցնեմ, որ Եթանը Ղևտացի էր, Սաղմոսների հեղինակ եւ նաեւ մարգարե։ Աստծո անունից նա այսպես է գրում. Սաղմոս 89:34 Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխի։ Բարեկամներս, եթե դուք եւ ձեր ընտանիքն արդեն ընդունել եք Հիսուսին, իմացեք, որ նրա զորությամբ չարի բոլոր գործերը քանդվել են ձեր կյանքում։ Դուք արդեն երկնային արքայության լիարժեք տեխնացուներ եք։ Երկնքի դուռը բաց է եւ փրկության թիկնոցն արդեն ձեզ վրա է։ 35 Մեկ անգամ երթում եմ արել իմ սրբությունովը, թեև սուտ չեմ ասիլ Դավթին։ Ով էր Դավիթը։ Դավիթ անունը նշանակում է սիրելի, սիրված, իսկ ով է Աստծո սիրելի որդին։ Նա, ով դեռ հազարամյակներ հետո պիտի գար, ով ուխտի որդին էր։ Դավիթ թագավորն Աստծո առաջ Հիսուսի խորհրդանիշներից մեկն էր։ 36 Մեկ անգամ երթում եմ արել իմ սրբությունովը, թե սուտ չեմ ասիլ Դավթին։ Նրա զավակը հավիտյան պիտի լինի, եւ նրա աթոռը ինչպես արեգակն իմ առաջին։ Հրաշալի խոսքեր են, որովհետև մենք նույնպես նրա զավակներն ենք։ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կապ ենք հաստատում Աստծո հետ, քանի որ գինն արդեն վճարված է, մենք եւս որդեգրված ենք եւ համարվում ենք Հիսուսի սերունդը։ 36 Նրա զավակը հավիտյան պիտի լինի, եւ նրա աթոռը ինչպես արեգակն իմ առաջին։ 24 ժամ անընդմեջ, շաբաթը 7 օր Աստծո օրհնությունները չեն դադարի մեր կյանքից, մինչև մենք ինքներս չմերժենք դրանց։ Աստված Հայտնության գրքում ասում է. «Մինչև իսկ արևն իր լույսը կկորցնի»։ Եթե պատկերացնենք ֆիզիկական օրինակով, ապա երկրի ջերմաստիճանը կիջնի մինչև -200 Ցելսիուսի։ Բայց եթե հոգևորապես մեկնաբանենք, ապա կստացվի, որ մեր արևը հենց ինքը Հիսուսն է եւ կգա ժամանակ, որ այլևս հայտնություն չի լինի, եւ մեզ համար շատ ավելի լավ կլինի, եթե խոսքը վերաբերի ֆիզիկական արևին, քանի որ մարդկությունը էլեկտրոէներգիայի միջոցով մի ճար կգտնի տաքանալու, եւ Աստված էլ իր ժողովրդին երբեք անտես չի անի։ 34 Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխի։
Հիսուսի անունով բարի խորհուրդներ հռչակեք ձեր ընտանիքի համար։ Հավատով դուրս քշեք չարին ու նա կփախչի, բայց պետք է հաստատուն կանգնեք ձեր տեղում ու չշեղվեք հավատքի ճանապարհից։ 34. Իմ ուխտը չեմ անարգիլ և իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխի։ Ամեն։ Թույլ տվեք ձեզ հետ մի փոքր կիսվեմ Հռոմեացիս 6:8 խոսքից։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Պողոսն այստեղ խոսում է այն մասին, որ Հիսուսը մեր փոխարեն խաչվեց, որ մենք ևս նրապես մաս ու բաժին ունենանք այդ զոհի մեջ, և ինչպես հաջորդ խոսքում է գրված 11. Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լինելով, այլևս չի մեռնում, և մահը նրա վրա այլևս չի տիրում, որովհետև այն, որ մեռավ մեղքին մեկ անգամ, և այն, որ կենդանի է, Աստծուն է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք և Աստծուն կենդանի մեր Տեր Քրիստոս Հիսուսի ձեռովը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ երբ հոգևորապես արթուն ենք լինում, Աստծո հետ սերտորեն կապի մեջ ենք լինում, և Աստված շատ հեշտությամբ կարողանում է գործել մեր կյանքում։ Աստված կարող է հեշտորեն գործել մեր կյանքում, սիրելիներս։ Մենք կարող ենք օրհնվել, մենք կարող ենք հանդիսանալ եկեղեցու անդամ, մասնակցել խոսքի ծառայությանը, խոստումներ ստանալ և լուսավորվել հոգևոր կյանքում։ Այսքանից հետո ինչպես կարելի է չօրհնվել։ Անկախ թե դու մոլորակի որ ծայրում ես գտնվում, արևը շողում է երկրի վրա օրը 24 ժամ, այն չի դադարում լուսավորելը։ Աստված օգտագործում է լուսատուների թագավորի օրինակը մեզ ցույց տալու իրական թագավորի կերպարը, որը Հիսուս Քրիստոսն է։ Նա է մեր արեգակը, հավատացեք, և թող ձեր մտքի ծայրով անգամ չանցնի, որ հույս չկա ձեզ համար։ 11. Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք և Աստծուն կենդանի մեր Տեր Քրիստոս Հիսուսի ձեռքովը։ Երբ Հիսուսը խաչին գանված էր, թեև նա մեղք չէր գործել, բայց մեր մեղքերն իր վրա վերցնելով ստիպված եղավ տանել իր ու հոր բաժանումը և անգամ աղաղակեց այսպես. Իմ Աստված, ինչու ինձ լքեցիր։ Հետո Հիսուսը մահացավ, ինչավ դժոխք, որ սատանային զրկի իշխանությունից, և Սուրբ Հոգին գալով նրան հարություն տվեց մեռելներից, ինչպես գրված է Եփեսացիս 2:1 և 5 խոսքերում։ Հիսուսը կենդանացավ, որ ես և դուք ևս կենդանի լինենք Աստծո մեջ։ 11. Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք և Աստծուն կենդանի մեր Տեր Քրիստոս Հիսուսի ձեռովը։ Հավատի միջոցով մենք կապ ենք հաստատում Աստծո հետ և ի վիճակի լինում հաղթահարել կյանքի դժվարությունները, լինի դա ամուսնական, առողջական, ֆինանսական։ Աստծո հետ հանդիպումը մարդուն ոչ միայն զորություն է տալիս քշելու չարի ազդեցությունը, այլև տալիս է խոստում ապրելու օրհնված ու հաղթական կյանքով։ Այս ամենի համար Աստծուց գոհանալը ևս օրհնության դուռ է բացում ձեր կյանքում։ Իսկ հիմա 6:14, որովհետև մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ։ Այո, բարեկամներ, մեղքը, որ բերում է հիվանդություններ ու քաոս, իշխանություն չունի մեզ վրա, քանի որ մենք ընդունել ենք Հիսուս Քրիստոսին։ Ճիշտ է, մի ժամանակ մենք էլ էինք քայլում խավարի մեջ, բայց հիմա արդեն տեղափոխվել ենք Աստծո արքայության մեջ և ոչ մի մեղք իշխանություն չունի մեզ վրա։ Վախը նույնպես զորություն չունի մեզ վրա։ Եթե Տերը պատվիրում է անել մի բան, ապա դա պետք է անել առանց վախի կամ խղճմտանքի։ Այն, ինչ Տերը սուրբ համարեց, դուք անսուրբ մի համարեք։ Նա ձեզ ընդունեց իր որդիների պես,
լվաց Հիսուս Քրիստոսի արյունով, սրբացրեց Սուրբ Հոգու միջոցով, խոսքի միջոցով, որը ճշմարտությունն է։ Մենք սրբացել ենք մեր հավատի միջոցով։ Մենք մաքրվել ենք ոչ միայն ադամական մեղքից, այլև մեր գործած բոլոր մեղքերից։ Երբ գալիս է փորձությունը, մենք այլևս չենք ցանկանում մեղք գործել, քանի որ արդեն մեռած ենք մեղքի համար եւ կենթանացած Աստծո մեջ։ Մենք ամեն բան կարողանում ենք հաղթահարել Հիսուսի հետ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Հիմա ուզում եմ աղոթել ձեզ համար։ Այսօր մենք տոնելու ենք հաղորդությունը եւ հիմա ես ուզում եմ տեսնել այն մարդկանց, ովքեր մեջքի խնդիր ունեն, քանի որ մեկ շաբաթ ես աղոթել եմ հատուկ մեջքի խնդիր ունեցող մարդկանց համար։ Աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում քնել մեջքի ցավերից։ Քնելուց առաջ պարտադիր ընդունում են հաբեր։ Հաճախ արթնանում են ցավից, որը կարող է ձգվել ողնաշարից մինչև ազդրերը, հետո մինչև ծնկներ եւ կոճեր եւ սրունքներ։ Աղոթում եմ նրանց համար, որ մեջքի ցավի պատճառով ցավեր են ունենում ուսերի շրջանում, չեն կարողանում բարձրացնել կամ աջ ու ձախ շարժել ձեռքերը, բայց չէ որ ձեռքերը տրված են շարժելու համար։ Ուրեմն խնդրեմ առաջ եկեք։ Դուք բոլորդ, որ ունեք մեջքի ցավի խնդիր, համեցեք այստեղ։ Իսկ այլ խնդիրներ ունեցող մարդիկ թող ուղղակի այս պահին մնան իրենց տեղում եւ մենք նորից կաղոթենք։ Բայց հիմա ուզում եմ հատուկ աղոթենք մեջքի ցավ ունեցողների համար։ Նազովրեցի Հիսուսի անունով, որ Աստված օրհնեց ձեզ իր անվան ու փառքի համար։ Ես ուզում եմ, որ դուք հիմա հավատով աղոթեք։ Եթե ունեք ինչ-որ խնդիր եւ ցավ, գուցե ձեր սրտում ինչ-որ ծանրություն եք զգում, կամ ուժեղ սրտ խփոց եւ չեք հասկանում պատճառը որն է, եկեք հրամայենք, որ դա հեռանա հիմա։ Հովիվ հայմենք աղոթի ինձ հետ, հետո ես կգնամ, իսկ նա կշարունակի ծառայությունը։ Հիսուսի անունով ես գալիս եմ քեզ մոտ, ստանալու իմ օրհնությունը։ Ես գիտեմ, որ քո որդին օրը 24 ժամ լուսավորում է, շաբաթը 7 օր, հավիտյան։ Ես չեմ ընդունում չարի ոչ մի ազդեցություն։ Հիսուսի անունով, որ քո սիրելի որդին է, ով չի դրժում իր ուխտը, ով էլ հավատով չընդունի, ես կընդունեմ ու կբժշկվեմ հիմա։ Գոհանում եմ Տեր եւ միշտ պիտի գոհանամ։ Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որ եկել են այստեղ մեջքի ցավերով կամ այլ առողջական խնդիրներով։ Դուք արդեն այստեղ եք եւ ես հիմա մի աղոթ կբարձրացնեմ ձեզ համար։ Դուք արդեն հասցրել եք աղոթել Աստծուն ձեր հիվանդության համար։ Եկեք հիմա հավատով միաբանվեք իմ եւ Հովիվ Հայմեի աղոթքին եւ միասին նորից մտնենք Աստծո հետ հաղորդակցության։ Հայր մեր, Տեր Հիսուսի անունով, ես եւ Հովիվ Հայմեն բարձրացնում ենք մեր ձայնը քո առջև, որ կապվեն բոլոր չար ուժերը, որ այստեղ ներկա գտնվողների կյանքում ազդեցություն են թողնում։ Լինին դա մտային հարձակում, հոգևոր կամ այլ տեսակի, ինչ էլ որ լինի, մենք դեմ ենք կանգնում։ Աղոթում ենք նաև այս մարդկանց ֆինանսական խնդիրների համար, նաև այն խնդիրների համար, որ խաթարում են ընտանեկան հարաբերությունները։ Ինչ բնույթի խնդիր էլ որ լինի, նյութական, առողջական, այստեղ հավաքվածների մեջ մի խումբ մարդիկ այսօր բժշկված են տուն գնալու, թող Տերը օրհնի նրանց։ Հայր քոթված իշխանությամբ ես եւ Հովիվ Հայմեն հրամայում ենք սատանային, որ այս մարդկանց կապել է եւ ասում ենք. մենք կապում ենք քեզ, քո ազդեցությունը այս մարդկանց կյանքում, դու պետք է հեռանաս։ Իսկ ժողովուրդը թող փակի աչքերը եւ ողջ կենտրոնացումը ուղղի աղոթքին։ Սա լուրջ պատերազմ է։ Բաց մի թողեք Աստծո հոգու ներկայությունը, որ հիմա ձեր մեջ բժշկություն է գործում։ Ես եւ Հովիվ Հայմեն հիմա խոսում ենք Աստծո տված իշխանությամբ եւ այս հիվանդությունները երկար չեն մնալու։ Հենց հիմա այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու մեջ կա խնդիր, բայց հիմա մեզ համար նշանակություն չունի խոսքը ինչ խնդիրի մասին է։ Մենք հրամայում ենք դրանց,
հեռացեք հիմա եւ դուրս եկեք այս մարդկանց մատից, որտեղ վարակ կա։ Աղոթիր հիմա հովիվ հայմե, Հիսուսի անունով։ Հիսուսի անունով եւ իշխանությամբ այդ անվան զորությամբ հիմա մենք չարին դուրս ենք քշում։ Աղոթեք ինձ հետ հիմա բարեկամներ։ Ցավ հեռացիր, ողնաշարի վարակ, դուրս արի, ողնաշարի շեղում, միջ ողնային սկավառակի ճողվածք, բորբոքում նստատեղի նյարդում, հեռացեք։ Վթարի հետևանքներ, հենց հիմա դուրս եկեք հիմա Հիսուսի անունով։ Միջ ողնային սկավառակների ճողվածքներ, անհետացեք, օստեոֆիտը հեռացիր, կախարդությունների հետևանքներ, սևմոգության կախարդանք, դուրս եկեք եւ ցանկացած չարիք, որը կա այս մարդկանց մեջ, ով նստած է իր տեղում, այն ուժեղ գլխացավերը, որոնք նրանք ունեցել են, կրծքավանդակի ցավը ձեռքերում, ոտքերում, կամ մարմնի որևէ այլ մասում, այն մարդիկ, ովքեր տառապում են ծանր պոտագրայից, ցավ են զգում հոդերում, երբ ծալում են ձեռքերը կամ պարզում, ովքեր ցավ են զգում կոճում, կռունկում, ցավ ամենուրեք։ Մի քույրիկ այստեղ հիմա ազատվում է էնդոմետրիոզից, պոլիկիստոզ, ձվարանների համախտանիշից, միոմաներից, հիմա Հիսուսի անունով։ Մի եղբայր հիմա ազատագրվում է շագանագագեղձի այդ այտուցից։ Ստացեք ձեր բժշկությունը հիմա։ Դա Աստծո հրաշքն է, դա Աստծո օրհնությունն է, դա Աստծո զորությունն է, եւ ես ասում եմ, ամեն չարիք հեռացիր, դուրս արի, հուզական խնդիր, հոգեբանական խնդիր, հենց հիմա հեռացիր Հիսուսի անունով։ Ամեն։ Իսկ հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը։ Երբ Ռոզիմարը 14 տարեկան էր, բռնվեց վախերով, հետո ընկավ դեպրեսիայի մեջ։ Նրա մոտ անգամ առաջացան կյանքին վերջ տալու մտքեր։ Ես փակվել էի բոլորի հանդեպ, մեկուսանում էի իմ սենյակում ու այդպես իմ դեպրեսիան ավելի էր խորանում։ Ի վերջո նա հասավ մի կետի, որ ծայրաստիճան տխրում էր եւ անընդհատ լաց լինում։ Ես մոտ էի ինքնասպան լինելուն, ատրճանակը պահելով գլխիս։ Նա դեպրեսիայի մեջ չէր կարողանում անգամ դեղեր ընդունել։ Նա ոչ ուզում էր ուտել, ոչ լոգանք ընդունել, ոչ էլ առհասարակ անկողնուց վեր կենալ։ Նրա համար ողջ աշխարհն ամփոփվում էր իր մութ սենյակի մեջ լացելով ու տխրությամբ։ Ռոզիմարը 17 տարեկանում լքում է տունը եւ ունենում մի շարք չստացված հարաբերություններ։ Այդ ընթացքում նա սկսում է խորանալ սպիրիտիզմի մեջ։ Ես դարձա սպիրիտիզմի կենտրոնի անդամ։ Հետո որոշակի դիրք ձեռք բերեցի այդ կենտրոնում, բայց դա երկար չտևեց, քանի որ կարճ ժամանակ անց ես նորից դատարկություն զգացի եւ փնտրեցի այլ վայրեր անդամակցելու համար, եւ ես գտա մեկ այլ կենտրոն, որտեղ անդամակցելու համար ես պետք է որոշ փուլերով անցնեի։ Մի օր ես պատահաբար բացելով նրա պահարանը շոկի ենթարկվեցի, տեսնելով այնտեղ եղած հագուստները, վզնոցներն ու ապարանջանները եւ մնացած չար սիմվոլիզմով իրերը։ Բժիշկներն ինձ մեծ քանակությամբ դեղեր էին նշանակում, բարձր դոզաներով։ Ինձ մոտ ախտորոշել էին տրամադրության խանգարում, դեպրեսիվ խանգարում։ Ինձ համար շատ ծանր էր նրան այդ վիճակում տեսնելը, քանի որ այս մեծ աշխարհում թվում է նրա համար չկար փրկություն։ Մի օր հայրս ինձ զանգեց ու ասաց. «Աղջիկս, դու պետք է փոխես քո կյանքը։ Վերջ տուր այս ապրելակերպիդ»։ Նա արդեն ապաշխարել էր ու մայրիկիս հետ միասին աղոթելու ժամանակ հանդիպել էին Հիսուսին։ Նաև սկսել էին աղոթել ինձ համար։ Աստծո հետ միշտ ելք կա։ Հայրս ընդունեց Հիսուսին եւ մահացավ, բայց Ռոզիմարը դեռ վատ էր։ Ես դեռ շարունակում էի մասնակցել կախարդական ծեսերին, մայրիկս սարսափում էր ինձ այդ վիճակում տեսնելիս, բայց շարունակում էր հաստատուն մնալ եկեղեցում։ Ես ամուր գրկեցի նրան եւ ասացի. «Ինչ է լինի, ես հույսս չեմ կորցնի, որովհետեւ ես հավատում եմ, որ դու կարող ես, որ Աստված կարող է»։ Երբ հերթական անգամ մասնակցում էի ինչ-որ ծեսի, որտեղ մոտ 20 կենդանիների սպանեցին իմ աչքի առաջ, կարծես Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ ասելով. «Ես քեզ այս ամենի համար չեմ ստեղծել»։ 22 տարի է մասնակցում ենք ավետարանական եկեղեցի եւ Աստվածաշնչից մեջ միշտ նրա նկարն էի պահում, կարծես որպես հավատքի քայլ, որ Աստված նրա կյանքի համար ծրագիր ունի։ Ես գնացի տուն իմ տարօրինակ զարդերով ու հագուստով, նաեւ պարտքեր ունեի եւ մայրիկիս ասացի. «Այլևս այսպես չեմ ուզում»։
Այլևս չեմ դիմանում այսպես։ Դա նրանց աղոթքի պատասխանն էր։ 2014 թվականին Ռոզիմարը համաձայնվում է, հետևում թողնելով իր անցյալն ու Աստծո հետ հանդիպում փնտրում։ Աղոթեցինք, իմ բոլոր հագուստներն այրեցի ու ապաշխարեցի։ Աստծո խոսքը եկավ ու փոխեց նրա կյանքը։ Ապաշխարության հետ մեկտեղ Աստված նրան նաև ամուսին տվեց։ Այդ ժամանակ ես աղոթում էի, որ Աստված ինձ հարմար կողակից տա, քանի որ ես մենակ էի։ Աստված ինձ այնպիսի ամուսին տվեց, որի մասին չէի կարող երազել։ Մենք կառուցեցինք մեր կյանքը եւ ամեն բան իր տեղն ընկավ։ Ընդունվեցի Աստվածաշնչյան դպրոց, սկսեցի հաճախել եկեղեցի։ Փառք Աստծուն, նա հիմա Աստծո այգու մեջ է, նա ծառայում է եկեղեցում մեզ հետ հավասար, ուսուցանում մանուկներին Կիրակնօրյա դպրոցում։ Նա իսկական օրհնություն է, փառք Տիրոջը։ Մենք Աստծուց մեքենա խնդրեցինք եւ նա տվեց։ Աստված մեզ օրհնեց ու մեր առաջ շատ դռներ բացեց։ Հիմա մենք ապրում ենք մեր սեփական տան մեջ։ Հուզված եմ խոսում, քանի որ մենք ինչ խնդրել ենք Տիրոջից, նա մեզ տվել է։ Հիսուսը փրկեց կյանքս, նա ինձ ճահճից հանեց ու իր խոսքի մեջ դրեց, դարձրեց երկնային արքայության ժառանգ, նա ինձ համար ամեն բանից վեր է։ Դուք նկատեցիք, որ եկեղեցու այս աղջկա Զարմիկը եկեղեցու ծառայող էր, եւ նրա մայրը նույնպես մինչեւ վերջ հավատալով պայքարում էր իր դստեր փրկության համար։ Դոկտոր Սուարեսն էլ իր խոսքում նշեց, որ կան մարդիկ, որ անգամ բարկանում են մյուսների վրա եւ սպառնում, որ եթե Հիսուսին չընդունեն, ապա դժոխք կգնան, բայց ոչ, մենք պետք է կորսվող մարդկանց հանդեպ խաղաղարար լինենք ու սիրով լցված, պետք է միշտ սիրալիր բարևենք նրանց, հարցնենք, թե ինչպես են զգում իրենց։ Այս ընտանիքը շարունակ աղոթում էր այս աղջկա համար եւ այսօր նա արդեն ծառայում է Աստծուն, քանի որ Աստծո խոստմունքները ոչ միայն քեզ համար են, այլ նաեւ քո ընտանիքի։ Առաջի Կորինթացիս 11 23-25 Որովհետև ես Տերիստ ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այս գիշերը, որ մատնվում էր, հաց առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք, կերեք, սա իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ այրունով։ Այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար»։ Հին կտակարանում մեղքերի թողության համար զոհում էին կենդանու արյունը, որին ավելի ուշ փոխարինեց Հիսուսի թափած արյունը։ Միայն մի տարբերությամբ, որ կենդանու արյունը ոչ թե մաքրում էր մարդկանց մեղքերը, այլ ընդամենը ծածկում դրանք։ Եկեք կարդանք Սաղմոս 32:1-ը. «Երանի նրան, որի անօրենությունը թողվեցավ եւ որի մեղքը ծածկվեցավ»։ Բայց նոր կտակարանում տեսնում ենք, որ խոսվում է մեղքերի թողության մասին։ Բացենք Հովհաննես 1:29 խոսքը եւ կարդանք. Հետևյալ օրը Հովհաննեսը տեսնում է Հիսուսին իր մոտ գալիս եւ ասում է. «Ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը»։ Հիմա մենք խմելու ենք նոր ուխտի բաժակից, մեղքը այսուհետ ոչ թե ծածկված է, այլև ներված ու ջնջված։ Առաջի Կորինթացիս 11:26-28, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացն ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդ փորձե իր անձը եւ ապա այն հացիցն ուտե եւ այն բաժակիցը խմե։ Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնաքննության գա Աստծո առաջ եւ հարցնի. «Տեր, ինձ ցույց տուր, որտեղ եմ ես սխալվում եւ ներիր ինձ ու ողորմիր»։ Ու ես կասեմ, որ քո ոչ մի մեղք ավելի մեծ չէ, քան Աստծո սերը քո հանդեպ, քանի որ անգամ ամենածանր մեղքի մեջ ընկնելուց հետո մարդը կարող է մոտենալ Աստծուն եւ ներում ստանալ նրանից իր շնորհի միջոցով։ Իսկ եթե կա մեկը, ով դեռ չի ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ապա նա դեռ մահացած է եւ Հիսուսին ընդունելով պետք է կենդանանա Աստծո խոսքի եւ կամքի մեջ, սրտանց հավատալով, որ Հիսուսը մահացավ իր մեղքերի համար եւ հարություն առավ, որ փրկի կորածին։ Եվ եթե մարդն ընդունում է, որ առանց Աստծո նա կորսված է, ապա Հիսուսը կգա ու կփրկի նրան։ Հիմա վերցրեք հացը, բարձրացրեք Աստծո առաջ։ Այն հիշատակում է խաչը եւ վկայում, որ Հիսուսի զոհը ձեզ համար իզուր չեղավ, քանի որ նա շատ մեծ գին վճարեց մեզ համար։ Նա մահացավ, որ մենք կյանք ունենանք, Աստծո լույսն ընդունենք մեր մարմնում ու նրա խոստումները մեր կյանքում։ Հալելույա։
Գոհանում ենք քեզ Հիսուս, մեր Տեր, քո բարության եւ սիրո համար, որ թեև մենք քեզ հավատարիմ չեղանք, բայց դու միշտ հավատարիմ ես մնում մեր հանդեպ։ Հանուն քո հավատարմության խնդրում ենք, որ գաս եւ զորացնես մեզ։ Խաչելության օրը Հիսուսը դաժանաբար ծեծվեց, խայտառակվեց եւ խաչին գանվեց, բայց այդ ողջ ընթացքը նա անցավ մեր հանդեպ ունեցած իր անսահման սիրով, որի համար մենք հիմա ասում ենք. շնորհակալ ենք Տեր, միայն շնորհակալ ենք։ Ալելույա։ Փառք ամենակարող Տեր Աստծուն։ Աստծո լույսը թափանցում է ձեր կյանքի մեջ։ Պարզեք հացը ու ասեք. Տեր, սա Հիսուսի մարմինն է, որ կոտրվել է ինձ համար եւ որի խոցերով ես այսօր բժշկված եմ։ Ես դավանում եմ քո եւ այս մարդկանց առջեւ, որ Հիսուս Քրիստոսը իմ Տերն է։ Մասնակցեք Քրիստոսի մարմնին։ Ալելույա։ Ալելույա, փառք Աստծուն։ Փառք Բարձրյալին։ Թագավորների Թագավորին։ Ալելույա։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը, փառք Թագավորների Թագավորին։ Praise the one who is worthy of all honor and all glory and all praise. Hallelujah. Ալելույա։ Բարի է գոհանալ Աստծուց։ Բարի է երգել եւ օրհնել Աստծո անունը։ Եվ նույնպես Տերն իր մատնված գիշերը վերցրեց բաժակը ու ասաց. Սա նոր ուխտի խորհուրդն է, որ կիսում եմ ձեզ հետ եւ դավանում, որ Հիսուս Քրիստոսը Բարձրյալի միածինը իմ միակ փրկիչն ու Տերն է։ Մասնակցեք բաժակին։ Հալելույա, փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք Թագավորների Թագավորին եւ Տերերի Տիրոջը։ Փառք նրա սուրբ անվանը։ Ալելույա։ Ալելույա։ Դու բարի ես Տեր, մենք հիշում ենք քո զոհը։ Մենք հիշում ենք քո սերը եւ սրտանց ուրախանում։ Մենք սրտանց ուրախանում ենք քո մեծ սիրո եւ բարության համար։